Դյուրքհեյմը բացառություն էր, այն տեսանկյունից, որ սոցիոլոգիայի առանձին գիտություն լինելու այդ գաղափարներ առաջ քաշում։ Դրան հակակշիռ այդ նույն ժամանակահատվածում 19-րդ դարի երկրորդ կեսին եւ 20-րդ դարի սկզբին մենք ունենք մի ամբողջ ուղղություն սոցիոլոգիայում, որը ընթանում էր հոգեբանության նշանաբանի ներքո, այսինքն ի հակադրություն բնագիտական մոտեցմանը, որի կողմնակիցները փորձում էին սոցիալական երևույթները դիտել բնագիտական երևույթների նմանությամբ եւ կիրառել նույն մեթոդները, հոգեբանական մոտեցման կողմնակիցներն էլ փորձում էին գտնել բոլոր սոցիալական երևույթների հոգեբանական բացատրությունները։ Սակայն այս մոտեցումը ինքն էլ միատարր չէր եւ հստակ կարելի է երկու թև առանձնացնել։ Սոցիոլոգիայում հոգեբանական ուղղության առաջին թևը առավել ներկայացված է ֆրանսիական եւ ամերիկյան հեղինակներով։ Առաջինը դա Գաբրիել Տարդն էր, որի հիմնական գաղափարն այն էր, որ սոցիալական երևույթները հասարակությունում տեղի են ունենում նմանակման միջոցով։ Այսինքն հասարակությունը ոչ այլ ինչ է, քան նմանակում եւ սոցիոլոգիան պետք է ուսումնասիրի այդ նմանակման կանոնները։ Իհարկե, այստեղ էլ կար այս ծայրահեղ մոտեցումը, եթե բնագիտական այս մոտեցումը պնդում էր, որ հասարակությունը օրգանիզմ է, այստեղ մենք ունենք օրինակ այդ Թարդին, որ ասում էր, որ հասարակությունը դա գիտակցություն է, իսկ ամեն մարդու առանձին անհատի գիտակցությունը դա ուղեղի մի բջիջն է, հա, բայց իհարկե սա այսպես շատ մեխանիկական մոտեցում է, որ մեզ շատ ավելի կարող է հետաքրքրել իբրև պատկերավոր նմանություն, բայց ոչ այնպիսի մի գաղափար, որ մնացել է սոցիոլոգիայում եւ ինչ որ արժեք է տվել հետագա գիտական գիտելիքի զարգացման տեսանկյունից։ Ըստ էության հոգեբանական այս մոտեցման կարևորագույն գաղափարը այն էր, որ ցանկացած սոցիալական երևույթ պետք է դիտարկվի իբրև որոշակի փոխազդեցություն։ Այսինքն դա մի process է, որտեղ անհատները փոխազդում են միմյանց հետ։ Եվ շատ կարևոր է, որ հոգեբանությունը չի դիտարկվում առանձին անհատի հոգեբանության մակարդակում, այսինքն սա սոցիալական հոգեբանություն է։ Այստեղ կարևոր է այդ անհատի դեպի այլ անհատներին ուղղված մտքերը, գործողություններն ու պատկերացումները, այսինքն այսքանով արդեն ինքը դառնում է ինչ-որ առումով արժեքավոր գաղափար սոցիոլոգիայի համար, որովհետև առաջ է քաշվում նաև երկրորդ գաղափարը, որ սոցիոլոգիայի տեսանկյունից շատ կարևոր է, դա սոցիալիզացիայի գաղափարն է։ Սոցիալիզացիան բնութագրում է այն գործընթացը, որով հասարակության ամեն նոր անդամ դառնում է այդ հասարակության լիարժեք անդամ։ Սոցիալիզացիան այն է, ինչ մենք ապրում ենք մեր ծննդյան օրվանից ի վեր։ Մենք մեծանում ենք ընտանիքում, գնում ենք դպրոց, հետո ամեն մեկս տարբեր տեղեր, կախված մեր ուղեգծից, հա, կյանքի, բայց այս բոլոր գործընթացներում մենք սովորում ենք ինչպես ապրել հասարակության մեջ։ Եթե մենք փոխում ենք մեր հասարակությունը, մենք նորից ստիպված ենք անցնել այդ սոցիալիզացիան, օրինակ միգրանտները, երբ որ իրենք արտագաղթում են, հա, երբ որ հայը գնում է Ամերիկա, ինքը պետք է հարմարվի այդ հասարակության կանոններին, ինքը սովորում է այդ հասարակության կանոնները, իհարկե սա փոխադարձ գործընթաց է, այսինքն ինչ որ բան դու սովորում ես, ինչ որ բան դու սովորեցնում ես, դրա համար Գլենդելում կան սևամորթներ, որոնք հայերեն են խոսում, հա, այսինքն սա փոխադարձ գործընթաց է, բայց կարևոր է, որ այս սոցիալիզացիայի էլեմենտը, որպես կարևոր գործոն, որ պետք է հաշվի առնվի սոցիալական երևույթների բացատրության ժամանակ, ներմուծվեց հենց այս հոգեբանական ուղղության միջոցով ու շնորհիվ։ Եվ երկրորդ կարևոր բանը, որ այս հոգեբանական ուղղության այս թևը ուշադրություն էր դարձնում, դա ամբոխների գաղափարն էր։ Եթե մենք փորձենք հիշել, հա, այդ պատմական դարաշրջանը 19-րդ դարի երկրորդ կեսը եւ 20-րդ դարասկիզբը, ապա սա այն ժամանակաշրջանն էր, երբ որ ամբոխները գնալով դառնում էին ավելի ու ավելի նշանակալի հասարակական գործընթացներում եւ ամբոխների ուսումնասիրությունը զբաղեցնում էր ժամանակի շատ հեղինակների մտքերը
եւ հենց այդ նմանակման գործընթացը Թարդի կարծիքով ամբողջի դեպքում ամբողջությամբ հասնում է բարձրակետին, այսինքն մենք այստեղ չունենք առանձին անհատներ, մենք ունենք ամբողջությամբ միմյանց նմանակող մի բազմություն, որի վրա հնարավոր չէ որևէ ձևով ազդել։ Այսինքն շատ կարևոր է, որ Թարդը գտնում էր, որ հասարակական գործընթացները կառավարում են զգացմունքները եւ ոչ թե բանականությունը։ Եվ այդ ամբողջի վրա ազդել որևէ բանական դատողությամբ կամ որևէ ռացիոնալ բացատրությամբ հնարավոր չէ։ Դու կարող ես միայն հետևել նրանց, որովհետև լսելու նրանք ունակ չեն։ Եվ Թարդի կարծիքով կան մի քանի անհատներ, որոնք որոշակի վարքականոն են ձևակերպում, իսկ մյուսները արդեն սկսում են դրանք նմանակել, այսինքն այդպես է տեղի ունենում ամբողջ հասարակական գործընթացը։ Այս գաղափարները մասնավորապես ամբողջի ուսումնասիրության տեսանկյունից հետագայում զարգացվեցին մեկ այլ ֆրանսիացի հեղինակի կողմից, Գյուստավ Լե Բոնի, որը էլի հիմքը դնում էր հենց զգացմունքների առաջնայնության վրա եւ գտնում էր, որ առաջնային շարժիչ ուժը դա ցեղի շարունակության գաղափարն է, որ ի սկզբանե հատուկ է խմբին, այսինքն դու քեզ գիտակցում ես իբրև ամբողջի մի մաս։ Եվ սա է, որ պայմանավորում է քո տեղն ու նշանակությունը այդ հասարակությունում։ Բայց այս մոտեցումները շատ ավելի պրագմատիկ տեսքով հետագայում զարգացան նաև ամերիկյան հեղինակների կողմից։ Հոգեբանական ուղղության այս թևի ներկայացուցիչներից արժի հիշատակել նաև Չարլզ Հոուտոն Կուլիին, որը առաջարկեց տպավորությունների կառավարման տեսությունը։ Այստեղ յուրաքանչյուր անհատ հասարակության մեջ գործում է, ելնելով այն մտքից, թե ինչպիսի տպավորություն է ինքը թողնում մյուսների վրա եւ ինչպես կարելի է կառավարել այդ տպավորությունները։ Այստեղ Կուլիի գաղափարներից կարևոր է հայելային եսի գաղափարը, այսինքն ըստ էության մենք մեր եսը կառուցում ենք հայելու էֆեկտով, այսինքն թե ինչպես են մեզ տեսնում մյուսները, հա, եւ ըստ այդմ էլ ապրում ենք այդ հասարակության մեջ։ Ընդ որում Կուլիի ներդրած ամենակարևոր գաղափարը դա այն առաջնային սոցիալական միջավայրի գաղափարն էր, որի շրջանում էլ հենց ձևավորվում է այդ եսը։ Դա այսպես կոչված առաջնային սոցիալական խումբն է կամ փոքր խումբը, օրինակ ընտանիքը կամ ընկերների խումբը, այն միջավայրը, որում դու ամեն օր գտնվում ես, ժամանակիդ հիմնական մասը գտնվում ես։ Եվ այդ առաջնային սոցիալական խմբի գաղափարը հետագայում սոցիոլոգիայի տեսանկյունից շատ կարևոր էր եւ այդ սոցիալական խմբերի ուսումնասիրությունը սոցիոլոգիայում զարգացավ որպես այդպեսին։ Այսինքն հոգեբանական ուղղության այս թևի ներդրումը չնայած ամբողջ այդ բացասական էֆեկտին, որ կա սոցիալական երևույթները զուտ հոգեբանական կոնտեքստով դիտելիս, միևնույն ժամանակ սա շատ ավելի առաջ քայլ էր, քան բնագիտական մոտեցում այն տեսանկյունից, որ այստեղ փորձ էր արվում ապացուցել բնագիտականից անկախ մոտեցման անհրաժեշտությունը սոցիալական երևույթների նկատմամբ, այսինքն այն, որ սոցիալական երևույթները դրանք յուրահատուկ են եւ դա չի կարելի ուսումնասիրել նույն ձևով, ինչպես ասենք օրինակ ապարների փշրման երևույթը, հա, բնության մեջ։ Այսինքն այս տեսանկյունից ինքը իհարկե մի քայլ ավելի առաջ էր տանում սոցիոլոգիական միտքը հասկանալու այդ յուրահատկությունը, բայց մյուս տեսանկյունից ընդգծելով այդ հոգեբանական բացատրության առաջնայնությունը սոցիալական երևույթների ժամանակ սահմանափակում էր այն ճանաչողական պոտենցիալը, որ մենք կարող ենք ունենալ։ Այնուամենայնիվ, այս մի քանի գաղափարները իրենք կարևոր էին եւ հետագայում նույնպես կիրառություն ունեցան։ Եթե մենք անդրադառնանք հոգեբանական ուղղության երկրորդ թևին, որը գերմանական միտքն էր հիմնականում, սա ինձ անձամբ շատ ավելի հետաքրքիր է եւ պետք է ասել, որ տարբեր երկրների սոցիոլոգիան ինքը շատ նման է տարբեր երկրների ֆիլմերին, հա, մոտավորապես այդ նույն ոճի ու տրամաբանության մեջ նաև այդ տեսություններն են, որ իհարկե նաև
ճաշակի հարց է, սոցիոլոգիայում էլ ճաշակ պետք է ունենալ ու դա այն կարևոր գաղափարներից մեկն է, որ մասնագետը պետք է ուշադրություն դարձնի, այսինքն բացի նրանից, որ դու գիտես այդ գիտությունը, գիտես այդ մասնագիտությունը, տիրապետում ես կանոններին եւ կարող ես որոշ ուսումնասիրություններ անցկացնել, շատ կարևոր է նաեւ թե դու ինչպես ես դա անում։ Սա մի խնդիր է, որ համարյա ընդհանրապես ուշադրության չի արժանանում, բայց շատ կարևոր է։ Ուրեմն, երբ որ մենք անդրադառնում ենք գերմանական թևին, ապա այստեղ հիմնական գաղափարախոսությունը դա կյանքի փիլիսոփայության գաղափարախոսությունն էր եւ հետաքրքիր է, որ խոսում ենք ուրեմն սոցիոլոգիայում հոգեբանական ուղղության մասին, բայց առաջին հեղինակը, որին պետք է անդրադառնանք, Վիլհելմ Դիլթեյը, գտնում էր, որ սոցիոլոգիա ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ, այսինքն ինքը հնարավոր չի որպես գիտություն, սկզբունքորեն անիմաստ է, հա, որովհետև Դիլթեյի կարծիքով, եթե բնական գիտությունները ուսումնասիրում են, թե ինչպես են ազդում բնության իրադարձությունները, հա, մարդու վրա, ապա սոցիոհումանիտար գիտությունները մարդկային ոգու, հա, հոգևոր կյանքի մասին գիտություններ են եւ նրանք ուսումնասիրում են մարդու այդ նպատակաուղղված գործունեությունը։ Դիլթեյը կարծում էր, որ այս ուսումնասիրությունը ամբողջությամբ ներքին փորձի ուսումնասիրություն է, խիստ անհատական է, հետևաբար որևէ ընդհանրացում այստեղ հնարավոր չի անել, այսինքն սոցիոլոգիան որպես այդպիսին, որպես այդ ընդհանրացումների վրա հիմնված գիտություն, ինքը հնարավոր չի եւ անիմաստ է։ Պետք է նշել, որ սոցիոլոգիայի չափից դուրս տարվածությունը բնագիտությամբ այստեղ իր դերը խաղացել է։ Այսինքն փորձելով իրեն հաստատել որպես շատ օբյեկտիվ ու պոզիտիվ գիտություն, սոցիոլոգիան առաջ է բերել են հակակրանքը, որ ունեին այս սուբյեկտիվիստական մտածողության կրողները, այս մոտեցումների նկատմամբ, այսինքն երբ որ քեզ դիրքավորում ես որպես այդպիսին, պիտի պատրաստ լինես, որ հետո սկսելու են քեզ այդպես էլ վերաբերվել եւ ըստ էության այստեղ Դիլթեյի կողմից սոցիոլոգիան ստացել է այն վերաբերմունքը, որին ինքը ձգտում էր, այսինքն եթե դու այդքան օբյեկտիվ ես, ապա դու սուբյեկտիվությունը չես կարող ուսումնասիրել։ Ըստ էության Դիլթեյը գտնում էր, որ այստեղ մեթոդաբանական առումով ամենակարևոր գործողությունը, որ պետք է անի գիտնականը, դա հասկանալու գործողությունն է։ Այսինքն մենք պետք է հասկանանք կյանքը, դա այն է, ինչ մենք կարող ենք անել։ Եվ այս հասկանալու կոնցեպցիան սկիզբ է դրել սոցիոլոգիայում ըմբռնողական սոցիոլոգիայի զարգացմանը կամ հասկացողական։ Այսինքն սա մի ամբողջ ուղղություն է, որը հիմնված է սոցիալական երևույթների հասկացման անհրաժեշտության վրա։ Եթե պոզիտիվիստական սոցիոլոգիան խոսում է երևույթների բացատրության մասին, ապա այստեղ բացատրության մասին խոսք չի գնում, այստեղ խոսքը գնում է երևույթների նկարագրության, հա, դրանց տարրերը առանձնացնելու եւ ապրումակցելու միջոցով այդ ամենը հասկանալու մասին։ Եվ այս ուղղության ներկայացուցիչները շատ էին գերմանական մտածողության շրջանակներում, հիմնականում նեոկանտականներ կոչվածները, որոնք առաջ քաշեցին գիտությունների երկու թևի բաժանման խնդիրը, նոմոթետիկ եւ իդեոգրաֆիկ գիտությունների։ Նոմոթետիկ գիտությունները այն գիտություններն են, որոնք փորձում են տեսնել ընդհանուր օրինաչափությունները եւ կառուցել այդ ընդհանուր օրինաչափությունները, այսինքն սրանք բնական գիտություններն են։ Իսկ իդեոգրաֆիկ գիտությունները փորձում են տեսնել եզակին, ունիկալը, բացառիկը եւ հասկանալ դա։ Սրանք արդեն այդ հումանիտար գիտություններն են, հա, սոցիոհումանիտար գիտություններն են եւ սոցիոլոգիան էլ պետք է լինի այսպիսի գիտություն էս Դիլթեյի հետևորդների, հա, այս ուղղության մյուս ներկայացուցիչների տեսանկյունից։ Այս ուղղության ներսում շատ կարևոր մի հեղինակ է Ֆերդինանդ Թյոնիսը, որը ցավոք սրտի այդքան էլ գնահատված չի եւ հետո արդեն իր կյանքից հետո
ավելի շատ սկսեց արժևորվել իր գաղափարների տեսանկյունից, բայց միևնույն է, դիտելով Թյոնիսի գաղափարների քննարկումը եւ զարգացումը սոցիոլոգիայում, նրանից հետո գալիս է Մարքսյան մտքին, երբ որ Մարքսը հայտարարում էր, որ ինքը մարքսիստ չի, հա, ինձ թվում է, որ Թյոնիսն էլ կարող էր հայտարարել, որ ինքը թյոնիսիստ չի, հա, այսինքն այն տեսանկյունից, որ վերցվում է ինչ-որ մի կոնկրետ գաղափար եւ այնուհետեւ ամբողջ այդ հսկայական ժառանգությունը, որ այդ մարդը թողել է, փորձ արում դիտարկել ընդամենը այդ մի գաղափարի միջոցով, ինչը այն ամենակարևորը չէր, ինչ պետք էր այնտեղից վերցնել եւ հասկանալ։ Ուրեմն Թյոնիսի հիմնական ներդրումը, որ խիստ էական է, դա սոցիալական կամքի հասկացողությունն է։ Այսինքն Թյոնիսը գտնում էր, որ հանրույթները տարբերվում են միմյանցից նրա հիման վրա, թե ինչպիսի կամքի վրա են իրենք առաջանում։ Սրանից գալիս ենք այն գաղափարին, որ Թյոնիսի կարծիքով ցանկացած սոցիալական գործողություն դա գիտակցված եւ որոշման վրա կայացված գործողություն է, այսինքն իր հիմքում ունենում է այդ հասկացման գործընթացը եւ հասկացման հետևանքով որոշակի նպատակաուղղված որոշման կայացման գործընթացը։ Այսինքն Թյոնիսը սրանով միաժամանակ երկու շատ կարևոր բան է արել։ Նախ այն, որ այդ սոցիալական գործողությունը իմաստավորվում է մասնակիցների կողմից, եւ երկրորդ այդ անհատի ազատության գաղափարը, հա, երբ որ դու կարող ես հասկանալ քո միջավայրը, ուրեմն եւ հասկանալով քեզ շրջապատող այլ ընտրանքները, որոշում կայացնել քո գործողության մասին։ Այսինքն ըստ էության Թյոնիսի այս գաղափարը սկզբունքորեն մարդուն սոցիոլոգիայում դնում է բոլորովին այլ դիրքում, քան մինչև այդ կար, որովհետև մարդը դիտվում է իբրև գիտակից սոցիալական ակտոր, որը իրավահավասարության սկզբունքով մասնակցում է սոցիալական գործընթացին։ Ինքը պտուտակ չի, որին շարժում է հասարակությունը, այնպես ինչպես ուզում է։ Ինքը այն ակտորն է, որը ունակ է ու ի վիճակի է որոշում կայացնել սեփական գործողության վերաբերյալ։ Սա շատ կարևոր գաղափար է։ Եվ Թյոնիսի հաջորդ շատ կարևոր ներդրումը այն էր, որ այդ ժամանակի մտածողությունը, ինչպես մենք տեսնում ենք, դիխոտոմիկ մտածողություն է, այսինքն կամ լավ է, կամ վատ է, կամ սև է, կամ սպիտակ է, կամ ժամանակակից է, կամ ավանդական է։ Թյոնիսը գնաց այլ ուղով։ Ինքը առաջարկեց կառուցակցել որոշակի տեսական կոնստրուկտներ, որոնք կարող են գոյություն չունենալ իրականության մեջ, բայց որոնք օգտակար են վերլուծության համար, որպեսզի մենք հասկանանք եւ սա, հստակ գիտակցելով, որ թե մեկը եւ թե մյուսը մաքուր ձևով չեն կարող լինել հասարակության մեջ, հա։ Եվ այս տեսանկյունից, եթե մյուս հեղինակները առաջարկում են օրինակ, հա, Դյուրքհեմի ինչպես էր մեխանիկական համերաշխություն, օրգանական համերաշխություն, Թյոնիսը առաջարկեց այդ համայնք տիպի հասարակության եւ ժամանակակից հասարակության գաղափարները, Գեմայնշաֆտ եւ Գեզելշաֆտ անուններով, սա է այն հիմնական գաղափարը, որ կարմիր թելով գնում է Թյոնիսի բոլոր ուսումնասիրությունների, հետագա ուսումնասիրությունների, հա, մեջ, եւ դիտեց այս երկուսը հենց իբրև տեսական կոնստրուկտներ, այսինքն ինչ արեց նա, սա վերլուծական իմաստով շատ կարևոր տեխնիկա է, վերցրեց երկու բևեռային վիճակներ, որի վրա ամենալավը կերևա եւ տարբերությունները եւ նմանությունները, եւ որոնք հետո քեզ թույլ կտան իրականության ցանկացած կոնկրետ դրսևորման մեջ տեսնել սրա եւ նրա միախառնումը եւ կառուցեց այդ կոնստրուկտները։ Առաջինը դա գյուղական համայնքներ կամ այդ Գեմայնշաֆտ կոչվածը եւ երկրորդը այդ ժամանակակից, հա, քաղաքային միջավայրներ, որը գերմաներեն Գեզելշաֆտ է կոչվում, իսկ այդպես հայերեն թարգմանությունը հասարակություն է, բայց ինքը ավելի շուտ ասոցիացիա կամ կորպորացիա, հա, չգիտեմ, այդ ընկերակցություն իմաստ ունի։
Ուրեմն եւ Թեոնիսը գտնում էր, որ այս երկու տեսական կոնստրուկտներից յուրաքանչյուրի հիմքում ընկած է սոցիալական որոշակի կամքի տիպ։ Համայնք տիպի հասարակության հիմքում ընկած է այսպես կոչված բնական սոցիալական կամքը։ Այսինքն, այստեղ հիմնական հարաբերությունները, որ տիրապետում են, դրանք արյունակցական հարաբերություններն են, դրանք տոհմակցական հարաբերություններն են, այդ բարեկամական, եւ այստեղ պատկանելության զգացումը համայնքին այնքան մեծ է, որ քո մտքով չի անցնում բաժանվել, համայնքից, դու քո ամբողջ կյանքը այնտեղ ապրում ես արդեն ուղեգծված, եւ քո բոլոր որոշումները կայանում են համայնքի տրամաբանության մեջ, ու դա է այդ բնական միջավայրն է, որում գոյատևում է հենց ամբողջ հանրույթը, իսկ ժամանակակից հասարակության պարագայում ռացիոնալ սոցիալական կամքն է հիմքում ընկած, այսինքն որոշումների կայացման վրա ազդում է քո շահերի հստակ պատկերացումը եւ հստակ պատկերացումը, թե ինչպես կարող ես դու քո շահերը իրացնել այդ միջավայրում, ովքեր են քեզ դրա համար պետք, ինչ է պետք եւ այլն, այսինքն քո բոլոր որոշումները հիմնվում են այդ բանական հիմքի վրա եւ այդ բանական կամքն է, որ կառուցում է այդ տիպի հասարակության անդամների վարքը։ Պետք է նշել, որ շատերը գտնում են, որ Թեոնիսի համակրանքը համայնք տիպի հասարակության նկատմամբ էր, չնայած Թեոնիսը ինքը հաճախ ասել է, որ որևէ համակրանք եւ հակակրանք ինքը չի զգում սրա կամ նրա հանդեպ, բացի դրանից չմոռանանք, որ ինքն էլ անդադ շեշտում էր, որ այսպես մաքուր համայնքներ եւ մաքուր հասարակություններ չկան, այսինքն սրանք իդեալական կոնստրուկտներ են եւ իրականում մենք ունենք տարբեր միախառնումներ տարբեր հասարակություններում, ու սա այն կարևոր գաղափարն էր, որ այդ դիխոտոմիկ մտածելակերպից մեզ հեռացնում է եւ բերում է բազմազանության ընկալման կարողությանը, այսինքն Թեոնիսը սրանով մեզ տվեց այն ճանապարհը, որ պարտադիր չի, որ լինի սա կամ նա, կարող է լինել եւ սա եւ նա, մի քիչ սա, մի քիչ նա, մի քիչ ավել նա եւ մի քիչ ավել սա, այսինքն այդ բազմազանության հասկացման կարևորության այդ գաղափարը նույնպես շատ կարևոր էր, որ Թեոնիսը ունեցավ որպես ներդրում եւ որպես անհատ կարևոր էր, որ Թեոնիսը մահացել է 1936 թվականին, երբ որ արդեն Գերմանիայում այդ ֆաշիստական տրամադրությունները բարձրանում էին եւ ինքը բացահայտ դեմ էր գնում, իհարկե մենք իր այդ տեսությունից տեսնում ենք, որ չէր էլ կարող ուրիշ կերպ լինել, այդ անհատի ընտրության եւ ազատության գաղափարներից հետո բացահայտ դեմ էր գնում ֆաշիստական գաղափարախոսությանը եւ այնքան հասարակական կշիռ ուներ ու այնքան հարգված էր, որ նրան իհարկե վախեցան այդպես ինչ որ մի բան անել, մաքսիմումը ինչ կարողացան անել, նրան ուղղակի այդպես ինքը արդեն թոշակային տարիքի էր, ասպարեզից մի փոքր հեռացրեցին աքսորելու տիպի, որ ինքը հանգիստ ինչ որ մի գյուղաքաղաքում ապրի իր օրերի վերջը։